Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը եւ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական, կարող եմ ասել նաեւ էքսկլյուզիվ թողարկում, որովհետեւ ունեմ շատ սպասված հյուրեր, որոնք ընդամենը մի քանի օրով էին Երևանում, Հայաստանում կան գործը արեցին, ներկայացնում են ու գնան նորից իրենց տներով, ինչպես սիրում ենք ասել, բայց ամենակարևորը, որ յուրաքանչյուր նոր գործը անում են հայրենիքում եւ օգնում են հայրենակիցները։ Այս թեման րոպեներ անց կշոշափենք, որովհետեւ այս պայն պետք է մեծագույն սիրով շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի երգչուհին, որը տևական ժամանակով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Քեզ հասկանամ ու թողնեմ որ դու հեռանաս ազատ ես դե գնա իմ սեր և թույլ տուր որ ասեմ ես քեզ հետարի հետ որ դու կզգաս մի օր մենակ եմ մնացել Կզգաս արի ինձ մոտ արի որ մի օր երբ որ հասկանաս թե միայն ես քեզ եմ սիրել ինչքան եմ քուն գիշեր արել ճամփին երկար եմ սպասել Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժեն որ հետ կգաս Իմ սերը հետ կես կբերի Հիմա թող դու ինձ հեռացիր Էլ մի նայիր, էլ ինձ այդպես Առանց ընկնել դու իմ հոգում Խորունկ մի ցավ ես թողել որ դու կզգաս արի ինձ մոտ արի որ մի օր երբ որ հասկանաս թե միայն ես քեզ եմ սիրել ինչքան եմ քուն գիշեր արել ճամփին երկար եմ սպասել Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժվեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժվեն Աշխարհում սեր չլիներ, ուշերը ինչ կհուշեն Աշխարհում գեր չլիներ, բերքեն ինչով կբուժվեն
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ գիտեն, որ Հակոբովնան խելագարվում է նորությունների համար շատ եմ սիրում, երբ որ ես պետք է առաջինը ներկայացնեմ էքսկլյուզիվ նորությունը, տեսահոլովակը, տեսանյութը եւ մեծագույն սիրով ասեմ նաեւ բարի գալուստ։ Ես ասեմ, որ ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ իմ ընկերուհուն, որը մի քանի օրով է Երևանում, Անժելա Բաղրամյանին, իսկ նրան ուղեկցում է ամենատաղանդավոր իմ սիրած երգահանը, որը եզակ է իր ռիժի տարբերակով որպես Ղարաբաղցի եւ երբ որ նա երգում է օրինակ հենց Ղարաբաղի երգերը իրենց բարբառով ես ուղակի 10 տարով հասկանում եմ որ իմ կյանքը երկարում է Հայկ Ղուլյանն է նաեւ ինձ մոտ տաղավարում բարի օր բարի գալուստ ես բարև ձեզ բարի օր լավ ներկայացրեցի Հայկո իդեալական իդեալ ամեն անգամ նոր ինչ որ մի հատ բան ես ասում ես հիացած եմ լինում ու իմ ռեժիսորությունը շատ ավելի արտահայտիչ է դառնում բայց դու դեռ եզակ ես չէ թեմայի մեջ դու ասացիր ես չասեցի շատ ուրախ են գտնվել քո մոտ ցավոտանում շատ ուրախ ենք եւս մեկ անգամ լինելու քո հյուրը ու վստահ եմ որ շատ գեղեցիկ ու հետաքրքիր զրույց ենք ունենալու Շնորհակալ եմ ձեզ նույնպես ինձ մոտ տաղավար գտնվելու համար ասեմ որ հեռուստադիտողները ովքեր իմ հետևորդներն են մի քանի օր առաջ տեսան որ Հակոբովնան ինչպես միշտ երջանիկ իր ընկերների շրջապատում վայելում էր նոր տեսահոլովակի պրեմիերա, այսինքն այս աչքերը առաջին են տեսել այդ տեսահոլովակը, որ հիմա պետք է ես ներկայացնեմ հանրությանը։ Բայց մի քիչ հետ գնամ նոր գամ ներկային։ Նախ սկսենք ամենասկզբից, երբ Հայկը ինձ զանգեց ասեց դին Անժելայի նոր տեսահոլովակն ենք պատրաստել Դա արդեն փաստ է, որ երգը ինքն էր գրել, դրա համար ինքը ինձ պետք է զանգեր, բայց որ այդ բոլորի հետ մեկտեղ ես հասկացա, որ ոչ միայն վաստակավոր մարդկանց հետ, այլ վաստակաշատ մարդկանց հետ ես աշխատել, այդ թվում իմ սրտի մաեստրոյի Արթուր Բուրնուչյանի հետ, հասկացա, որ գերագույն երգ եւ տեսահոլովակ է սպասվում։ Սկզբից ինչ կապ ունեք իրար հետ, ոնց եք իրար գտել։ Շատ պատահական։ Ես գնացել էի ստուդիա, որ զապիսանեմ вообще ուրիշ երգ։ Երևանում։ Այո, Երևանում։ Ես ամեն անգամ գալիս եմ Երևան եւ այդտեղ ստեղծագործում եմ իմ նոր երգերը եւ պրեմիերաները։ Ամենակարևորը որ դու հիմա խոսում ես հայերեն։ Հետո Նիրող լինեք, եթե ես շփոթեմ մի բան, բայց ոչինչ, կարևորը դու խոսիր հայերեն հետո։ Ու մեր շատ սիրելի Արոն ասաց որ մեր ասպարեզում կա մի հատ շատ հրաշալի ազնվորություն Արոյի ստուդիայում։ Այո, Արո ստուդիայից։ Հետո ասաց որ կա շատ տաղանդավոր մի հատ տղա, ով գրում է երգ եւ կատարում է ինքը։ Պարում է։ Հետո Ասի շատ լավ է, բեր ծանոթանանք։ Նու անցավ դեպի 2 ժամ, դրանից հետո Արոն զանգեց, ասեց լսի, մի հատ հոյակապ երգ կա։ Ահա, պատրաստ է երգ կարունեիր։ Դե հատուկ իր համար ես գրել։ Կստացի հիմա այդ երգը Իմիջայլոց երգը հիմա չկա։ Այդ երգը մենք Էսա փոխել կասեմ, ենք։ Բայց մենք հավաքվել ենք այդ երգի շուրջ։ Հասկացա։ Ասում եմ մի հատ հոյակապ երգ կա, արի արագ ստուդիա։ Okay, պրոբլեմ չկա, հեսա կգամ։ 2 ժամվա մեջ ես հասա ստուդիո եւ ընդ հանդիպեցի մեր տաղանդավոր ընկերոջ Հայկ Ղուլյանին։ Հետո որոշեցինք, всё այդ երգը անում ենք։ Գնացինք բոլորս մեր տներով, 2 օր հետո, չէ՞, 2 օր անցավ եկավ։ Մուսատ եկավ։ Ոչ, գործից գնում ենք տուն, Հետո ու Հայկս ասեց, որ գիտես նստած էի, երեք անձրև էր գալիս, հա, պատուհանին էի նայում, ու մի հատ միտք եկավ։ Էսա ասում ես ցույց տամ։ Դրսում կանգնած ենք, Աբովյան փողոցի վրա։ Հետո Ասում եմ, դե դավայ, ու անձրև է գալիս այդ, հա։ Հայկս երգում, ասում եմ, Հայկ։ Ջուներ անձրև էր սենց Սենց խառը ինչ երկեցիր։ Դու մի անգամից երգում քաղաքի ջունը հալել։ Իմ սիրտը սենց բացրեց, ասում եմ, всё։ Չէ, անկեղծ, հիմա շատ կինոչնի անջում, բայց չեմ ստենց է։ Մենք հավաքվել էինք вообще ուրիշ երգի համար, այսինքն այդ օրը շատ պատահական հասկացանք, որ այն երգը թողել մնա։ Որոշեցինք, որ այս երգն ենք անում, բայց այս պատմության մեջ ամենից հետաքրքիրն է, որ այդ օրը մենք ծանոթանում ենք, ու այդ օրը Իրիկունը արդեն ասում է ման ջան, բա ինչ այսօր դե ասում այսօր Իրիկունը բան, ասում եմ դե այսօր Իրիկունը արի միասին գնում ենք գործի։ Իրիկունը մի անգամից գնում ենք գործի Բելվեդեր ու հասկանում ենք, որ ծանոթացած վիճակում։
2 ժամվա։ 2 ժամվա։ Բայց գիտես, ասում են Մագնիսը։ մարդը որ հանդիպում ես, չէ, ու հասկանում ես այդ քո հոգու մարդն է, թե вообще чужой մարդը։ Իրան ընդհանրապես բացի Ռիժի Ղարաբաղցի ասելուց ասում են, որ ինքը ջիգարով թուղթու գիրանող է։ Մաշալլահ, ասեմ իմանաս, այնպես որ ովքեր որ իրար շրջապատում են, գերի են։ Իսկ ով որ հայկից օրինակ բան ասում է, ես հասկանում որ ինքը հոգով ուրեմն լավը չի։ Տենց բան կա։ Դե չեմ կարծում որ գովամ իրան, որտեղ ես իրենց օգուտ չունեմ, բացի իր շրջապատը լինելուց։ Ոչ, երկողը ոչ բարող։ Հասկանում ես, չէ՞։ Բայց ես պաշտում եմ, երբ որ օրինակ ես գիտեմ, որ ինքը կարող է ինչ-որ մտքի մեջ այդ իր մուսը ասվածը, մի գաղտնիք էլ ասեմ, երբ որ մի քիչ գինով ցած է լինում, փորձի իրան նստացնես դաշնամուրի ասես դիմաց ու ասես մի քիչ նվագի, տես ոնց է մի անգամից 10 հատ երգ գրում քո համար։ Նենց որ ստեղծագործողը իսկապես է որ հատուկ պետք չէ իրան մուսա, բայց փաստորեն ձյունը հալած փողոցները ծնվեց գժական երգ։ Իդեպ ասեմ 6-8-երը շատ են աշճանում։ Ինձնից լավ գիտես։ Ավելին ասեմ, կան գործեր, որ ուղակի կարելի է ունենալ մեր այսպես ասած, որ թոլինի էլի մի օր պետք կգա այս կարգավիճակով, բայց ես միշտ ասել եմ, ավելի լավ է մի հատ ունենաս, բայց լավն ունենաս, հենց հիմա այդ երգը, որ դու երգում ես, վստահ կարող եմ ասել, իմ նման այնտեղ ինչքան մարդ կար, ասում էր կպնողա, մի անգամից կպավ, այսինքն հիթը արդեն ձևավորվեց, դու շատ սիրուն ես կատարել, հիմա մի հարցել եւ անցնում ենք տեսողվեկի պրեմիերային, ինչպես որոշվեց սցենարը, դու պարում ես, չգիտեմ որ փողոցում ես, որը բավականին լուրջ հին է։ Բայց ես ներողություն եմ խնդրում, ինչև անցնել է սցենարին, ես ասում հաջորդ քայլը ինչ եղավ, երգը լսելուց հետո ես մի անգամից հասկացա, որ գործիքավորումը պետք է անի Բուրնուչյանս, զանգում եմ, ասում եմ Բուրնուչյան ջան, սենց մի հատ բան կա, գնում եմ իրանց տուն, հենց երգում եմ կրկին երգը, ասում եմ, վсё, հասկանում եմ։ Ճիշտ ես ընտրել, ճիշտ երգ է։ Ու հաջորդ վարքյանից ինքը արդեն սկսել է գործիքավորումը անել։ Որտեղ երգը լսելուց հետո հələ մի վարքյան գարմոնիան հասկանամ, բա ռիթմը բան ու ես ժողում եմ արդեն առանժը արդեն ձևավորվում է, էլի։ Մի հարցել տամ, էլի այդ մարդը բավականին լուրջ զբաղվածություն ունի։ Այդ ո՞նց եք համոզել կարողացել sense արագի մեջ էս ամբողջը ստանալ։ Դե որովհետև բունությանս ինչ շատ է սիրում, ես էլ իրան այդ այն ջիգարի մոմենտն է, էլի։ Մեզ էլ ու Կամենամ մեծ ամենալավ մարդ կա։ Երբ որ ես ներկայացրեցի Անժոյից Բաղրամյանից, երբ որ ներկայացրեցի արդեն ինքը մի անգամից պատկերացրեց, որ մեր դասարանից է, էլի, բան չի, այն հաճախորդ չի, էլի, կլիենտ չի, մեր դասարանից է, մեր մտածելակերպի մեր նման այդ ջիգարը կա, սաղ տեղն է, այդ պարագայում մի քանի անգամ ավելի արագ է գործը ստացվում։ Քան են, որ ինքը գալ դու չես հասկանում իր այդ հիմա ոնց խոսած, թե շփվես, թե հիմա ոնց պահես քեզ տենց մարդիկ շատ կան այսօր որ դու իրան 2 րոպե անցնում է դու չգիտես իր հետ ինչ պոզիցիայով շփվես որ ճիշտ լինի հա իսկ երբ որ մարդը գալիս է հասկանում ես այդ ջիգարը կա վсё էլ բան պետք չի պետքա պրոստը մի հարցել տամ հիմա այս արդեն ոնց հասկացա մարսում ենք կոպիտ ասած, քաղում ենք պտուղները, ես վստահ եմ հիմա դու գնաս այդ երգը բավականին լուրջ փողեր ես աշխատալիցրանով, լավ փողեր կհավաքես, որպեսզի նորերը գրի մեր Հայկոն, արդեն գրել է։ Այ այդ հերվից գալիս է, կան նորություններ են, չէ՞ վստահ եմ արդեն։ Ունենք երկրորդ երգը, որ էլի շատ համով երգ է։ Շատ համով։ Խոր ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ուղղակի հիմա իմ հակով է։ Ամեն ինչ ունի։ Բան Հիմա ճաշակը գիտես արդեն Անժելայի իմ կարծիքով։ Բայց ես ուզում եմ անկեղծանամ մի փոքր այս երկրորդ երգի քննարկման ժամանակ ես հասկացա անկեղծ եմ, sense բան ես քիչ արնում, երգչուհի ով մտածել գիտի։ Որովհետև այդ երգի մեջ դրվագները են եղել անկեղծի մտքով չի անցել որ կարելի էր տենց ու այդ օրը ես դուրս նստում ոնց եկավ կոմոդ դա շատ հետաքրքիր մի հատ բան առաջարկեց, որից որ ես ոգևորվեց մեր ընկերով երկրորդ գործիքավորումն անելու Սևակես Հակոբյան մի խոսքով երգչուհի մտածող այդ շատ կարևոր է
իմ համար չափազանց կարևոր է։ Ինչ վատ է մեր վիճակը, որ երգում են առանց մտածելու։ Լավ է դու ասեցիր։ Որովհետև մտածելը նրանց արդեն ուրիշ թեմա կա։ Կա մարդ, որ մտածում է լավ գործ երգի, որպեսզի հասցնի հանրության մեսիջը, կա երգչուհի, որ ուղղակի երգում է մտածելով, որ այդ օրվա հանդիսատեսը շաբաշ կուղարկի, թե չէ։ Ցավում եմ, բայց տենց ծայրահեղություններ կան։ Նեգատիվը մտավ միանգամից։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ եմ, որ ասում Հակոբովնան ոնց որ ջուրացեցում։ Ժամանակն է ձեր թույլտվությամբ տեսալվակի պրեմիերա կազմակերպեմ, այնպես որ 21 TV եթերում Ձինայդ նախագծի շրջանակներում տեսալվակի պրեմիերա շատ լուսավոր, զուլալ, ձայնը բարձրացրեք, տեսալվակ է գալիս։ Պրեմիերան վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։
Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, երգում էր մեր Անժելան, որը տևական ժամանակով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, չնայած sense գնաց ոնց որ թե արդեն տեղափոխվում է։ Մեծն Հայկ Ղուլյանն է եւ երգի եւ երաժշտության հեղինակը, իսկ այդ ամբողջը գեղեցկացնելու հոտ բուրմունք տալու համար խառնվել է Արթուր Բուրնուչյանը, ինչը արդեն լուրջ աշխատանք է, որովհետեւ ասում են լիսիում հետ ես աշխատել արդեն այդտեղից հասկանում ես էլի որ ուրեմն կա էլի այն որ Որակ։ տալիս է էլի ամենայնպես ես հեռուստադիտողներին խոստանում եմ այս տեսահոլովակը բազմիցս մեր ծրագրի շրջանակներում դիտել որովհետև ըստ մեր նախագծի ֆորմատի բավականին մոտ է մենք սիրում ենք միայն ուրախները ցուցադրել չնայած որ ռոմանտիկներս նեղվում են ասում են սիրող սրտերի համար քչացրել ես այդ լացակումած տեսահոլովակները քչացել են լացակումած տեսահոլովակները փաստորեն եւ ես մի հարցել եմ ուզում տալ ու հետո մեզ մոտ ավանդույթ է Անշջան անհնար է գալ եւ այսպես ասած օրվա հոբելյարների համար հերոստադիտողների համար որտեղ նրանք սպասում են ավարտին նախագծի հա որպեսզի այն որ ասում եմ մի հատ էլ շամպայնը բացենք մեր ծնունդը շնորհավորենք բնականաբար լավ երգի ներքո ես ուզում եմ հասկանալ կարող է sense շարունակվի Անժոս վերադառնանց միշտ Ես շատ եմ ուզում արդեն ստե բնակվեմ, հիմնավոր, մտքերս ինձ չի թողնում, ամեն օր այդ մասին մտածում եմ ու հույսով եմ, մոտակա այդ ժամանակում ես անպայման կտեղափոխվեմ Հայաստան, Երևան ու իմ գործընկերների հետ կանեմ հրաշալի բաներ։ Հիանալի է։ Իսկ ես էլ առաջինը կներկայացնեմ Անժի հետ կապված գրեթե յուրաքանչյուր քայլ, եթե առաջինը ինձ դիմի բնականաբար, եւ ասեմ, որ դեռ մենք բարձակիտես վայելում ենք մեր մեկ ամիսը։ Չնայած սա տղաների մեկ ամիսն է, Անժ ջան, մերը չէ, որովհետեւ իրանք մեկ ամիս պարապում են, թե ողջ տարվա ընթացքում ոնց կարելի է կնոջը սիրել, գուրգուրել, նվերներ տալ, բայց Հայկս ինձ կհասկանա, մենք ունենք գործընկեր, որը բացառապես իմ բոլոր կին հյուրերին նվերներ է ուղարկում։ Էլիզա Էմի Quiz հանուծրահն է։ Այո։ Ցալինում է։ Հա։ Եվ ես ուզում եմ, որպեսզի ես անձամբ նվերները տամ իմ ընկերներին, որ ինձ մոտ տաղավարում են, իդեպ կա մի հետաքրքիր թեմա։ Ես բոլոր իմ հյուրերին էջերը, Instagram-յան եւ Facebook-յան ուղարկում եմ խանութ սրահի տնօրենին, տիրուհուն, իմ Էլիզային։ Նա նայում է ձեր էջը, մոտապես հասկանում է ճաշակը եւ նվերը ուղարկում է։ Այնպես որ դու ունես արդեն նվեր, վստահ եմ ցիրով նաեւ կկրես եւ ինչ որ չափով նաեւ քեզ ճաշակիտ մոտ կլինի, բայց կներեկել է կարողա մի հատ նայես ճաշակիտ մոտա թե չէ։ Տեսնեմ իմ ընկերները քեզ լավ նվեր են ուղարկել թե ոչ։ Իդեպ բրենդային բիժուտերիա է բացառապես եւ ոսկեպատ։ Սազմո Շատ Սև մազերի Շատ Էտա մյուս պրեմիերային գալու է Վերջացավ Շնորհակալ եմ շատ ձեզ լավ գործի համար Հայկ ջան Շնորհակալ եմ որ մուսատ ավելի շատանում է ոչ թե պակասում եմ Շնորհակալ եմ որ պահում ես այն որ ասում եմ քո եսը Դու գիտես ես քեզ շատ սիրում եմ եւ թեկուզ վատ գործել անես ես պետքա քեզ հրավիրեմ որովհետեւ Ինձ համար լավ ընկերներին ուղակի բռի մեջ պահելը չկորցնելը դա շատ կարևոր երևույթ է եւ ես մենք ենք շնորհակալ շատ շնորհակալ ենք որ կա շնորհակալ ենք որ կա մի մարդ որ կարողանում ենք ինչ որ գործ անելուց հետո զանգել ասել գալիս ենք իսկ ինքը միշտ գրկաբաց իր բոլոր ընկերներին դիմավորում է իր կողմից հնարավոր ամեն ինչ անում է որպեսզի մեր սաղ աշխատանքը տեղ հասնի որովհետեւ դա շատ կարևոր լուրջ աշխատանք շատ կարևոր օղակ է այն ինչ որ դու անում ես այդ այն արածները բերել հասցնել այն կետին ինչի համար որ արվում է շատ կարևոր է դա բոլորը պետք է գիտակցեն որ դա գործի կարևորագույն մասնիկներից մեկն է Համաձայն եմ շատ որ կա իհարկե Ես շատ ուրախ եմ որ դուք գտել եք ժամանակ եւ եկել եք իմ պրեմիերային Գիտեք Իմ սիրտը լցված էր ես զանգել էի մամային ասացի մամ այնքան լավ մարդիկ են ես դեռ չէի կարող պատկերացնել որ այդպես կարողա լինի совершенно անծանոթ մարդկանց հետ Ոնց արում չէ որ նորա դեռ բատերին չի հանդիպել Չեմ ուզում հանդիպել Աստված ինձանից հեռու պայի բոլոր Հուսով եմ Հայկը կդնի այդ քառակուսին, որպեսզի դու չհանդիպես այն մարդկանց, որոնք ինչ որ չափով նաև խոչընդոտներ են։ Ձեր ասպարեզում խոչընդոտները քիչ չեն։
Իհարկե։ Որովհետև քանի որ անորակները Ցավոք շատանում են, որակյալների տեղը մի տեսակ կորում է։ Իսկ մեկը հանրությունը եւ հերոստատիտողը գիտի, որ ես միշտ ներկայացնում եմ որակյալը, այն էլ Ղարաբաղյան ոճով։ Համենայն դեպս ես չեմ զարմանա, որ մեկ ամիս անց զանգես ասես զին չես հավատա, բայց ես արդեն երգում եմ Ղարաբաղի բարբարով մի լավ երգ։ Ես շատ կուզեի, եթե ինքը սովորացնի։ Տվեցի չեմ միտքը։ Удовольствие։ Շատ լավ։ Իսկ այսքանից հետո ես առանց նրանց հարցնելու ասում եմ մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է մեր Անժելան ամենասիրուն նոր երգը։ Գրպանդ մի նամակով, որ վախուց ես ինձ գրել կյանքս մի նպատակով, որ պատմես սրտից սերը ու դառնաս սրտից տերը, բայց օրոր մորոր անցնում տարիները, քաղաքի ճյունը հալել հալվելա, իմ սրտի սերը վարելա, ասում ես ինձ ինչ անեմ մի մարել, որ էդ համող շուրթերով ինձ ասես բարել, քաղաքի ճյունը հալվելա, իմ սրտի սերը վարելա, գնում գալիս, նամակդ չես տալիս, էլ ոնց ես քեզանով անելու սիրելիս։ Մի ճամփա, քանի դեռ մի քիչ հույս կա, կաքու կանոնով արի, կյանքս ինձ էլ մի տանջի, դե պատմիր սրտից սերը, ու դարձիր սրտից տերը, որ օլոր մոլոր չանցնեն տարիները, քաղաքի ճյունը հալվելա, իմ սրտի սերը վարելա, ասում ես ինչ անեմ իմ արել, որ էդ համող շուրթերով ինձ ասես բարել, քաղաքի ճյունը հալվելա, իմ սրտի սերը վարելա, գնում գալիս, նամակդ չես տալիս, էլ ոնց ես քեզանով անելու սիրելիս։ Քաղաքի ճյունը հալվելա, իմ սրտի սերը վարելա, ասում ես ինչ անեմ մի մարել, որ էդ համող շուրթերով ինձ ասես բարել, քաղաքի ճյունը հալվելա, իմ սրտի սերը վարելա, գնում գալիս, նամակդ չես տալիս, էլ ոնց ես քեզանով անելու սիրելիս, գնում գալիս, նամակդ չես տալիս, էլ ոնց ես քեզանով անելու սիրելիս։ Գնացուց հավատան է, իմ լավ ուղատարենի, գնացի!
Տեր Աստված Ծնողներս ողջ առողջ կանգնած